Հետևորդներ մենք արդեն եկել ենք Տաթև գնանք շոքա, մենակ են ավատ, որ աղավոր շոքա։ Խաղա մարոժներ դեներ։ Հինգարու։ Ուրց։ Գաթաներ, չայի խոտերն են։ Ինչքան է։ Ես մի գաթավերցնես, հետը նվեր կտամ։ Միշտ ասա հենց լացակա։ Հա, վերցնես, ասեն գաթավերցնես, ինչ կուզես նվեր կտամ։ Հետը կամ վերցնես մի քիչնեմ։ Ամեն ձև էլ հարմար մենակ տեկյան։ Մենակ թե կան առնե, չէ։ Բարև ձեզ։ Լավ։ Մենազել վայոց ձորից։ Բարև ձեզ։ Մոքսյանք ինչ արի։ Դա 2000 դրամ է։ Այս մորքուրները գիտեք ինչի ես չառա։ Ոչ ճանաչեցի։ Չէ, ճանաչելը չէ։ Խոտաբույսեր եմ հավաքում, վաճառում եմ դեղաբույսեր։ Դրա համար չառա, թե չսիրում եմ։ Մարզայել եմ բերում։ Ես կարող եմ 10 անգամ ասես չճանաչեմ։ Լիլիթին չեմ բերել։ Միշտ որտեղ գնում ես Լիլիթին տանում։ Այս անգամ չեմ բերել։ Մի քիչ դժվար եմ ճանաչում դրա համար։ Հետո տանում ես միշտ։ Հետևորդներ խոտաբույսերի տեսականի գինը հարցրեցի չառա, մորքուրներին ասում եմ ես բերում վաճառում եմ, հետաքրքիր էր գինը։ Դե ձեզ հաջողություն, բարի վաճառք։ Մենակ չայ է խավար։ Զիրրան գիտես։ Որը։ Փոքրը։ Էս։ Չէ, փոքրը դա։ Թթիչանի չի վրա դրան։ Էս։ Հա։ Զիրրան։ Հա։ Էսի կլոր սենց բաներով բույսը։ Այն օրը քաղել եմ, բերել եմ, դրել եմ ծաղկամանը։ Մեր մոտ է կա։ Էս ինչի համար է։ Չայի ընկիր չայա։ Սամիթի պես է, չէ։ Հա, քաղել եմ։ Չէ, դուք չամանեք։ Բանի նման բրդղանի։ Հա, քաղել եմ։ Հիմա իր այդ ժամանակն է, արդեն տվել է սերները։ Հավաքի մնա ասենք Հա, հասնա։ թթի չիրել եմ անում, սենց չրել եմ անում, տո են մեղրներից, են մուրաբայից։ Մուրաբայից, դուք առնում ծախում եք։ Չէ մուրաբաները։ Չէ, մուրաբաները։ Հա, չրերը առնում եք։ Ես սարքում եմ։ Սեզոնին ամեն ինչը սարքում եմ, լավաշները, այնա, ամեն ինչ։ Մենք էլ դարձա հետևորդ։ Դուք եք դարձեք իմ հետևորդը։ Էսա որ գասի։ Բանոներ։ Ինք իրան հարցրու կասի, YouTube-ը։ Չէ, ես Նազելի Facebook-ով, Նազելի Նազ։ ինչ հա ձեր ահեն։ Նազելի Նազ։ Կմեկու գրեմ տատեի վանքի։ Այո։ Ստեղ էլ էլի խոտաբույսեր։ Իմ թուլությունն է, ասեմ պիտի նայեմ։ Նայի։ Չէ, տատի ջան։ Բարև ձեզ։ Սիրուն չրեր, սիրուն տեսականին էր, համով չրեր։ Ամեն ինչ կա այստեղ։ Մի համով գաթա։ Բարև ձեզ։ Բարով ես եկել։ Այ տատի ջան չեմ ուզում։ Ես եկար ոչ որ քեցիր հսարը։ Ինչը, ես նայում եմ։ Չեմ առնում, նայում եմ։ Ես էլ եմ ծախում, նայում եմ։ Դու որտեղ ես ծախում։ Վայքում։ Ծերը իս ձևի այդ նույն տոպրակներից, հա։ Չէ, մի քիչ տոպրակի դիզայնը ուրիշ է։ Ծերը փոքր է, թե մեծ։ Մեծ է։ Ես Անից եք ծախում։ 1000 դրամ։ Դե մերը 500։ Հա, սրանից շատ է, էլի գալի կրկնակի երեք։ Հիմա որ 3000-ով։ Հա, իմը կրկնակի շատ է մեջը։ Հեշտ չի է հավաքելը։
Դե բատեսում ես, ով հավաքում է, Հա, գիտի։ Հա, թթիչերը, դե ընկերներիցս հետ։ Որտեղ եք չորացնում։ Ես հատուկ Քումը տարածքն էլ մոտի չի հերու է։ Տարի մեր չայր այնքան պենա խոտը շատ։ Խոտերը շատ։ Ես գիտեմ, ես սաղորը սարերն եմ, ինձ մի ասեք։ Ինձ մի ասեք, ես ամբողջ օրը սարերը խոտաբույսեր եմ հավաքում։ Հողամաս եմ մշակում, սարեր, ավելուկ, մավելուկ, չրեր։ Սիրում եմ։ Այն տատին հետևում ա գիտի։ Դրա համար ես սևացալը կլերի։ Բա ինչ է սաղոր դաշտերել եմ չեմ սևան, հա։ Դե հաջողություն ձեզ։ Չենց ծախսել։ Այդ ունենա։ Ահա հետևորդներ ջան, ես գալաջի խոսալով այդ տատիները խոտաբույսեր, դեղաբույսեր են վաճառում ու ինձ հետաքրքիր էր հարցնում եմ ու ճանաչեցին բոլորն էլ ինձ, ասում են Աշոտ Նուրա, Լիլիթ Նուրա, ինչի չես բերել, եկա, էնի չեք կանգնե, ուրա, ես էլ աչի, հետևորդներս են սաղի հետ գալաջի անելով եկա, հա, սաղի հետ խոսացի, ճանաչում էին ինձ, Բայց ահավոր շոքա, ես հոսի մտել եք ներս արդեն, Պելը համեցեք, երեխեք ես էլ չէ ինչ-որ մի մասունք, ներվից էլ ինչքան մարդիկ են գալիս, գնում տուրիստներ, այս գեղեցկուհուն տեսակցելու համար։ Հա, Սոնային ջրել են, Նազոն ջրել է Սոնային, խելոք չի մնացել, որովհետև ինքն է ջուրը չի երևում, ցպնես դեմքիս, լցես դեմքիս։ Իմ ջուրը չի երևում։ Հա, իմ ջուրը չի երևում, իրան է երևում, ա։ Ճիշտ չբերին գալ ջուրս։ Ինչքան մարդիկ են գալիս, օ։ Ay, bir şeyle kalmadan veririz. Բազմիցս եկել եմ այստեղ, բայց դե ինչքան գալիս ես, այնքան էլ ավելի հաճելի է, այնքան էլ ավելի բացահայտումներ, դիտումներ։ Հա, որ գնացինք տեսան։ Ահա,
Այս կողմի վրա երբեք չեմ եկել, հետևորդներ։ Գեղեցիկ տեսարան է այստեղից։ Ձիթանի տեղը կարելի է գնալ։ Գեղեցիկ տեսարաններ, ոնց նայում ես սարեր, ձորեր, անտառներ։ Այն ուրեք։ Գցենք, գցում ենք։ Գցի։ 3 կոպեկ են գցում, երազանք կատարվի։ Երևի։ Բա ինչ է այս կոպեկ գցել։ Սնահավատություն։ Հա, դե էդ եմ ասում, հա, ճիշտ է։ Թաքստոցներ։ Թաքստոցներ։ Իջել են ուրիշ ճանապարհով ներսից։ Դուրս են եկել։ Դեպի ձոր տանող ճանապարհ ա եղել։ Այո։ Հրաշք, հրաշք։ Ինչ լավ հով աստեղ։ Խզարում ես, էլի, այս մտքերը չոյ։
Am vrem că e de căpnele. De nimeni să se arăsmă. Որը ես քիչ կոկսես։ Կոկսեմ։ Թե կբրցես։ Այլ կոկսեմ։ Այլա։ Մամատ նկարեմ։ Ամ եթում է։ Ադե կայմ։ Դե նոկիա վր նկարիքն աշխատում, ո՞նց ստացի։ Հլա չեմ նկարի արա։ Սիրուն չի։ Չէ, մերի։ Նոկիայով։ Որտեղ գտնեմ մերոնց։ Արի գալ, եկե։ Ստեփանավանը հիշում եմ։ Հետևորդներ ճիշտն ասած կորցրեցի իմ հետի աղջիկներին, երևի մտել են, նայում են, ես էլ եկա սենց սուս նստել եմ այստեղ ու հետևում եմ ժողովրդի շարժին, ինչքան շատ են գալիս, ինչքան շատ են գնում, տուրերով են հիմնականը գալիս, հանդիպեցի շատ իմ հետևորդուհիների, ուրախացանք, խոսեցինք, զրուցեցինք, մայր հոգնած այստեղ մի հովտեղ եմ գտել ու նստել եմ իմ համար հանգիստ, որ այս աղջիկներ ուր որ այ կգան եւ կգնան։ Մի քիչ ես էլ հոգնած եմ, այս 2 րոպե հանգիստ նստել այստեղ, որ հովա ամենակարևորը ամեն ինչ արժի։ Ու հետևում եմ երեխեքին, որ կողմ նայում եմ, չկան, չեն երևում։ Եկան գնացին, գնան։ Առաջին փուլով ձեթը, ուրեմն հատիկները բողել են, այսպես խոնավություն չլինի մեջ, եւ երկրորդ փուլով արդեն մանրացրել են այդ ամեն այդ հատիկները, տեսել եք, չէ՞, հավանգ չէ՞ որ մենք այստեղ ունենք մեծ քար, որը անվանում ենք երկանքի քար, երկանքի քարի նման ուրեմն տրորել են մեծ ծանրության տակ, այդ հատիկները փշրվել են, ստացված զանգված երրորդ փուլով արդեն ծզնել, մզել են եւ ստացված ձեթն էլ արդեն ամբարել են։ Եթե նայել եք Հուսո Աստղ ֆիլմը, Մկթար Սպարապետ բաժնում նկարագրված է մի տեսարան, ինչպես է Դավիթ Մկթար Սպարապետը Բարխուդարի հետ կանգնում բարձունքում ու տակառներ գլորում Օսմանլուի կացարանի հրաների վրա, որտեղ էլ թաքուն գոհարը սողոսկել գնացել։ Այդ տակառները հրկիզված ձեթ տակառներն են եղել, եւ ձեթը օգտագործել են նաեւ հենց ռազմական նպատակներով։ Պատկերացրեք, որ մի հսկայական տոննայանոց ձեթի տակառը, որը հրկիզված է, ավելի շատ վնաս կհասցներ, չէ՞, մարդկային վնաս կհասցներ, քան օրինակ թնդանոթի մեկ ալ։ Դրա համար Տաթևի վանական համալիրը միշտ եղել է կարևոր ռազմական օբյեկտ։ Եվ երաշուտ բոլորն են, Հետաքրքիր փաստեր լսեցի, բայց դե ես շտապում եմ գնամ, հեսա մերոնք գնացին, տեսամ։ Բարձրացել եմ վերև, ես էլ մի հատ ջուր խմեմ։
Հետաքրքիր պատմություն էր գիտը պատմում ձեթի հետ պատրաստման հետ կապված, բացի իր օգտակար ու սննդի մեջ օգտագործելուց, օգտագործել են որպես ռազմական նպատակներով։ Կինոներում տեսած կլինեք, որ կրակե գնդեր են գլորել լեռներից, սարերից պաշտպանվելու նպատակով եւ գիտը ասեց, որ դա ձեթի գնդեր են եղել, տարաներ, վառվել է ու պատկերացրեք տաք ձեթը ինչ վնասներ կարող է հասցնել, ինչ այրոցներ ու ավելի շատ զոհեր կարող են լինել։ Այն վերևից մենք նայում էինք ներքև Տաթևի վանական համալիրը կառուցվել է ժայռի վրա, վերևից երևում է պարզ, հողն էլ լավ անգավ։ Այս շենքն ամենահին կառույցն է համակարգում 4-րդ դարապատկանը, այս մեկը արդեն եղել է ձիթանը, ձիթը օգտագործել են ոչ միայն ձեթ ստանալու ու խորերական նպատակներով, այլև շինարարական։ 20-րդ դարի սկզբին վանքի տանիքները կաթում են, վանականները պատել են ձեթով, որպեսզի արդեն ջուրը չհոսի դեպի տունք։ Ժողջ հանքանիսն այժամը, անց 40 հետ, տվել է 20 րոպե ունեք, նկատունեցիք, որ բարձանալ տևում է, եթե բոմ եք ուզում վարեք, վեր բարձեցեք աստվածացի ու Ձիթանը, են կողքի դուրս ես գալիս են։ Հա? Սոնայլ ինչ պիտի անեի։ Հա, ստեղ էլ մտեք նայեք գնանք։ Ձիթանը կառուցվել է 17-րդ դարում եւ համարվում է Տաթևի վանական համալիրի բաղադրիչներից մեկը։ Այս եզակի հուշարձան թանգարանը այցելուներին հնարավորություն է ընձեռնում ծանոթանալ ձիթայուղի հարտադրությանը, որն օգտագործվում էր վանական տնտեսությունում։ Տաթևի ձիթանը եղել է իր ժամանակաշրջանի տեխնիկապես ամենահագեցվածներից մեկը։ Ձիթանում ստանում են յուղ կտավատից, քունջութից, կանեփից եւ այլ բույսերից։ Ահա հետևորդներ ջան, մտանք այստեղ ձեթ հարտադրելու վայրը, որտեղ ձեթ են պատրաստել ու օգտագործել տարբեր նպատակներով։ Հնություններ, իմ սիրած հնություններից, որ նայում ես ու մտքով գնում ես այդ ժամանակաշրջանը ու ասում ես ովքեր են օգտագործել, ինչի են օգտագործել։ Նայեցիք, հա, քամել են, արել են, պահել են, չընկնեք մենակ, մութա, գլուխս տվի, հելը ինչ պտուտակներ են ստեղծել, ինչեր են արել, ինչեր, ահա, ոչ մեկ գլուխ չի հանում, փայտերը, ծորերի, գուար ես փայտերը ոնց են կտրե բերե, ոնց են դասավորե, ոնց են դրե, Մտածե, որ կարելի է այդպես բան անել։ հետաքրքիր է, շոտ, ես էլ է ներկանքի քարերից է, որ աղացել է, տեղ լցրել են, նայի պտտել են, չէ, հա, բերենք լցնենք, մենք սկսենք արտադրությամբ զբաղվել ձեթի, պատկերացրու ինչքան մաքուր ձեթ են ստացել, բուսայուղ են ստացել ու այդ առողջ բուսայուղը օգտագործել են համ սնունդի մեջ, համ ռազմական նպատակով։ Ոնց որ այն ներկանքը էլի աղում ես ցորեն, ես էլ այդ բույսերը տրորել, ձեթ են ստացել։ Հիմա էլ կա է ապարատներ,
Լսի, հիմա էլ կա ապարատներ, որ դու կարաս առնես բույսերից ձետ ստանաս։ Եվ հետևորդներ չմոռանաք լայքերի մասին։ Վայքում չեմ, կապ չունի, դուք լայքում եք, արի։ Հետևորդներ ջան, այս համով սուջուխները վաճառում է իմ հետևորդուին ով ինչ ճանաչեց եւ անպայման ուզում է ինձ նվեր անի, դատարկա ձեռը չուղարկի։ Աստված օրհնի, ինչ ասեմ, ձեր աշխատանքին էլ հաջողություն, բարի վաճառք, առողջություն ամենակարևոր։ Ոչ մեկ է բան հավաքեմ, ժողովուրդ։ Այո, ջուգար, ասա այս էլ թազա մեր հետ։ Այո, ես էլ նոր հետևորդուին, որ կարագակ իրենց մոտից էլ առևտուրանը, նվերներով ճանապարհ։ այո, մտիսունկաս վերջ, շնորհակալություն շատ, ապրեք շատ, ձեր գործերին է, եկամ երորդ սեղանը, Փաստորեն այս շարքը բոլորը իմ հետևորդիներն են։ Այսօր եմ ես մտել քո Ապրես շատ, ապրես, առողջություն ձեզ բոլորի։ դոնդերեն տեսամին։ Ապրեք, Ավելի կբան տեսա տեղը տեղին։ ապրեք, գոհ եմ, շնորհակալություն։ Ես կտաս Լիլիթ։ Ոայ, ես է Լիլիթ, սա է Լիլիթին սառնարանի մագնիս։ Այն որ կպցրել է ամբողջ օրը գնում է աղոթում է, վրեն։ Դե լավ մնացեք, առողջություն ձեզ։ Պորտմանդ վերցեցիր, չէ։ Էսյանով է թամապ։ Լավ տպավորություններով գնում ենք տուն, գոհ եք ժողովուրդ, գերազանց էր, չէ։ Տուն ենք էլի գնում, բայց տուն գնալու ճանապարհին մի քանի տեղ ենք մտնելու։ Գոհ ենք լավ տպավորություններով, Տաթևի բանկից գնում ենք տուն։ Ես արդեն Սիսյան ենք մտնում։ Սիսյանի գյուղերը։ Շուրջ երկրյա կլոր ճանապարհորդություն, չէ։ Նենց եկանք, սենց գնացինք։ Ես որ լիճն է։ Շամբի։ Հեսա կհասնենք Որոտնավանք։ Հա։ Էլի շինական աշխատանքներ, հա։ 5 տարի գալիս Հա, էլի սարքում են, քանդած, սարքում են Որոտնավանքում, բայց դե հին վանք է։ Ժողովուրդ մենք կանգ առանք Որոտնավանքում, շատ սիրուն վանք է, կառուցված ժայռի վրա էլի, հեռվից որ գալիս էինք, բարձունքի վրա այնքան գեղեցիկ էր Որոտնավանքը։ Անցած տարի էր որ եկանք, էլի սենց քամի էր ու Որոտնավանքում կառուցման աշխատանքներ են կատարվում։ Ահագին բարեկարգել են, բարենորոգել են։
Բարև ձեզ։ Կներեք, որոտնավանքը որ դարում է կառուցվել։ 1000 թվականի։ 1000 թվականի 10-րդ դարում, այսինքն։ Իսկ ով է կառուցել։ Մի քանի Սանդուղց իշխանուհին է կառուցել, հա, Սենյաց Թակուհին, եւ իր որդի Սևադա իշխանը, այսինքն 1006 թվականին է կառուցվել Սևադա իշխանը։ շնորհակալություն շատ։ Հետևորդներ եկեղեցին 10-րդ դարի կառույց է։ Հին եկեղեցի է։ Փոքր է, բայց այնքան հանգիստ է։ Եկել էիր ստեղ։ Հանգիստ է շատ։ Չէ։ Մի խաչքարերի մի ամբողջ շարան է այստեղ, հետևորդներ եկեղեցի ներս մտնելով մի հանգստություն ու խաղաղություն եմ զգում ես, այստեղ էլի կից կառույցներ կան, այս բոլորը շիրմաքարեր են, եկեղեցու ծառայող հետանձնակազմի շիրմաքարերն են, անցած այդ ճոճվող կամուրջում էլ ինձ բացատրեցին ըստ իրենց աստիճանների, կոչումների, քարերի վրայի այդ պատկերներով են իմանում ու առաջ եկեղեցու ծառայողները բոլորն էլ հյուղարկավորվել են եկեղեցու հենց բակում։ Մենք մի քիչ անհարմար ենք զգում, երբ որ քայլում ենք այդ քարերի վրայով, բայց ինձ բացատրեցին, ասեցին, որ իրենք են հենց ծառայողներն են ուզեցել, որ այդպես լինի։ Հիշում եք, անցած տարի Լիլիթի հետ էլ են բարձունքում նկար ունեցամ, վլոգ եմ նկարել, հովա լավ, այստեղ էլի, տեսեք, շիրմաքարեր, ովքեր են հյուղարկավորված այստեղ, չեմ կարող ասել, բայց դե այստեղ ուրիշ տեղ է, փոքր նստել եմ ու այնպիսի զգացողություն է, որ մենակ դու ես այս աշխարհում, այդպես կարելի ասել, մենակ դու ես ու հանգիստ մի միջավայրում եւ զգում եմ Աստծո ներկայությունը, շունչը Աստծո։ Գնամ մերոնք ինձ լավ չտան, այստեղ էլի մուտք է, մոմ են երևի էլի վառում, ահա,
չափում ուժգնությամբ պտտվում է, հենց քամին ուժեղանում է, հողմահարը պտտվում է, դադարեց, սա եկեղեցու հետնամասն է, հետևորդներ, էլի սենց գնում միանում է հիմնական մուտքին է միանում և այստեղից ինչպես միշտ ձորեր, կիրճեր, ով է գեղեցիկ այնտեղ այգի մշակել, շատ սիրուն հենա ալաղ են անում, իմ ուշադրությունը գրավեց դա, մի խոսքով քարը քարին խաչ քարերով է, հա այս պատը սարքած, ինչ աշխատանքներ են կատարել մարդիկ ժամանակին, ինչ աշխատանքներ, գործեր ու ցեմենտ ավազով շաղախված չի եղել, դրա համար էլ փլուզումներ լինում են ու վերանորոգում են, փորձում են պահպանել այս հենությունը։ Հետևորդներ ջան, վերջում էլ մենք եկանք վերջի կետը Շաքեի ջրվեժն է, գնում ենք ջրվեժ, հով, զով, շատ հով է, Գորիսում են ճոճվող կամուրջում մի լավ շոքեցինք ու հիմա այստեղ հով է, փոխանակ շոքին գայինք, Արծիվը հպարտ, փոխանակ շոքին գայինք, ահա, ջրվեզից հոսող թափող ջուրն է, այստեղ էլ կատաղած, այս տարի ինձ թվում է ջրվեժի ջուրը շատ կլինի ավելի, սիրուն է, չէ, ջուրը, այս ճանապարհը, ասա սիրուն սարքեք, հəl էստեղ, ինչներ ճանապարհներով են գնում, գնա Էմա ջան, գնա, զգուշ չընկնես, բայ, Պիտի վերևով գնայինք է, ինչքան սիրուն է, կամուրջ կա ստե, հա, հայտերով կամուրջ, պինդ ամուր, վախենալու է, իրոք որ մարդ հնգավ, կքշի կտանի ու կխեղտվի հաստատ, վախենալու է, ով ընգավ կա խեղտվի, շատացել է ջուրը, շատացել է, այսօր ամբողջ օրը քայլեցինք ու քայլեցինք, որ տեսնենք բնության գեղեցկությունները,
ջրված է երևում է, ջրվեժը արդեն երևաց։ Ով գալիս է թրջված հետ է գալի, որովհետև ջրի այդ փոշին լցվում է վրաները, մոտիկ կկանգնենք։ Արդեն այս հատվածում ջրի փոշին լցվում է մեր վրա։ Այս տարի մեր գեղեցկուհին ավելի բարկացել է, ջրերը շատացել են և ավելի գեղեցիկ է։ Պատկերացրեք ինչ փոշի է գալի, մենակ թե հեռախոսից վրա չլցվի։ Ձեզ այնքան ասած, ձեր վիդեոները միշտ նայում եմ։ Որտեղից եք։ Ազատամուտից։ Էջևանի գյուղ։ Հա, համայնքը բարև ես։ Ձեր հետ մի հատ նկար։ Հա, ինչի՞ չէ։ Այ, ինչ լավ է, բայց Արեք, ինչի՞ չեք գալի, եկեք, արի։ Ոյ, ջրի փոշին, աչքերս փակում եմ, ջրի փոշին գալիս է երես թրջվա։ Բա, այսպես այսքանով ավարտվեց մեր այսօրվա տուրը, շրջագայությունը, էլ երևի տեղ չկա մտնելու, կգնանք ուղիղ դեպի տուն, ամռանը յասաման, յասամանի ծառի տակ, եկ նստենք սիրով, Անուշ երկելով, այստեղ, են կոմը գնա, որ չերևաս, հա, մենք եթում ենք արդեն, մենք գնում ենք, յասաման բա չտանենք տուն, Յասաման բա չտանենք տուն։ Դե ասում այդիկ հետո կքաղեք ասում։ Ով ասում։ Սոնան։ Սոնան յասաման չի սիրում։ Երևում է։ Սիրում է։ Ինչի՞ է մեզ արգելում։ Սոնան։ Այսքան լավ է։ Շնորհակալություն տուրի համար, բա չասեմ լսեն, վայք տուրին շնորհակալություն։ Բայց սեղան առին է կարել։ Հա, բա ինչ ված սեղանա, դաշտի մեջ,
Տեսար էսի լավ սեղաններ, են մեկը դուրս չեկավ։ Նազերի քիչ չես գա Գյումրի։ Կգամ, ինչի չեմ գա, հնձի ինչ այլ է չգամ։ Ուրախ ավտոբուսի հետո չի չես գա։ Բայց ես երբ եմ խմե, որ մի հատ լցում եք։ Գինի են խմում, բայց Վերջացավ քո բաժակի վեսիո պարկ։ մյուս տուրին գինինի վրա։ Ինչ ասեմ, Վայք տուր, շնորհակալություն, լավ տուրեր կազմակերպես, բոլորս էլ օգտվում ենք, շատ գոհ ենք, շնորհակալություն, նորից կգանք, այս անգամ ուղղությունը ուր? Գյումրի։ Վայք տուր։ Գյումրի։ Բայց ով կտրես։ Որ այդպես նակաուտ չլինի։ Չէ, օֆիկ։ Այո, վերջում ծաղիկներով պարտադիր Վայք տուրի հետ մենք միշտ ծաղիկներով ենք մտել տուն, չէ՞։ Այո, մի անգամ էլ ջերմոց էին գնացել։ Հրաշք ծաղիկներ։ Յա սիրուն պահեք, ես ինձ սիրունա, հələ զանգակները սոնա պահի։ Ներքև իջացրու մի քիչ, ահա, զանգակներ, յասաման, երիցուկ, այսենց գեղեցկությամբ գնում ենք տուն։ Կանեց ֆիլմը։